տեսեք, մենք մի Հայաստանում ենք հայտնվել, մի իրողությունում, երբ սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ խափանման միջոց է կիրառվում տնային կալանքը կամ վարչական վերահսկողությունը, իսկ մեծանուն բարերարը, սրբազան հայրերը, նահատակված հերոսների ծնողները կալանավորվում են։ Ինչու՞ն։ Պատասխանը բացարձակ միակն է։ Մարդկանց տեսակավորում են, արդարադատությունը ընտրովի ու երկակ է, բացառապես մարդու ընդդիմադիր քաղաքական հայացքներով պայմանավորված։ Երբ որ զուգահեռ իրականությունում սրընթաց աճում է հանցավորությունը, նույնական սրընթացությամբ մեր երկրում աճում են քաղաքական բանտարկյալների քանակը։ Արդյոք այս զուգահեռը կոռելացիան պատահական է, արդյոք պայմանավորված չէ նրանով, որ քաղաքական իշխանությունը ողջ իրավապահ մարմինների ներուժը կենտրոնացրել է հենց ընդդիմադիր գործիչների եւ ընդդիմադիր ուժերի գործունեությունը կանխարգելելու եւ կաթվածահար անելու վրա։ Բարաբար հիշեցնում են Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ասել էր կամ մի դատավոր, որ կարող է իմարացնել։ Մինչև իր խոսքերն է, ժողովուրդ ջան, մենք փաստ ունենք արձանագրված, վարչապետը կոչ է անում շրջափակելու դատարանները, երբ իր կամքին ոչ հարիր դատական ակտ է կայացում։ Դա սահմանադրական կարգի, դա է սահմանադրական կարգի տապալումը։ Դա օրինականության սկզբունքի խախտում է, որովհետև վարչապետը, ի տարբերություն ինձ եւ ձեզ, հասարակ քաղաքացիներս, ովքեր կարող են անել ամեն ինչ օրենքը չի արգելում, ինքը կաշկանդված է, ինքը կարող է անել բացարձակ միայն այն, ինչ իրեն օրենքը թույլ է տալիս։ Վարչապետը խախտում է օրինականության սկզբունքը, խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, որովհետև մեր սահմանադրությունը տալիս է կմախքային բաշխվածություն, լիազորությունների պարտականությունների, երբ որ իշխանության մի թևը սկսում է միջամտել իշխանության մյուս թևի նկատմամբ ու այդ բալանսը զսպման ու հակակշռման խախտվում է, դա օրենքի սահմանադրական կարգի խախտում է, ու միայն դատարանների տեսքով դա չի դրսևորվել։ Օրենսդիր մարմինը շրջափակելու կոչ եղավ եւ հենց անձամբ իր ներկայությամբ եկան եւ շրջափակեցին օրենսդիր մարմինը կրկին կանխարգելելու իրենց կամքին ոչ հաճո օրենսդրական ակտի ընդունումը։ Այսինքն, այս մարդը լինելով պաշտոնյա, լինելով մեր երկրի գլուխ գործադիր իշխանության ղեկավար, բազմաթիվ անգամներ իրեն թույլ է տվել եւ վերջին էպոպեան էլ հենց նույն սահմանադրական դատարանի շրջափակում մենք տեսել, շուրջ 1 տարի տևող սահմանադրական դատարանի նկատմամբ ամենաապօրինի կերպով միջամտությունները, մենք տեսել ենք դատական իշխանության նկատմամբ, երբ բարձրագույն դատական խորհուրդը ունենալով սահմանադրական առաքելություն ապահովելու դատանի ու դատավորի անկախությունը, նրա պաշտպանիչ վահանից վերահացվել նրան վերահսկող եւ պատժող մահակի։ Այս իրականություններում դրա էպոպեան իհարկե եկեղեցու նկատմամբ միջամտություններ, որովհետև նույն կերպ Նիկոլ Փաշինյանը կաշկանդված էր եկեղեցու գործերին միջամտելուց։ Անկախ վերացարկվենք այն հանգամանքից, եկեղեցու ներքին կանոնական կյանքում խախտվում է ինչ-որ բան, չի խախտվում։ Հստակ կա սահմանադրության պահանջ, արձանագրում, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կանոնական կարգին մեկ, երկրորդն էլ հստակ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ ունի գործառույթների, լիազորությունների, պարտականությունների շրջանակ եւ այդտեղ որևէ կերպ չի տեղավորվում եկեղեցու ներքին գործերին միջամտությունը։ Նա ակնհայտ կատարել է հանցագործություն եւ մեր ճգնաժամային իրավիճակը հենց դրանով է պայմանավորված։ Ինչու ենք մենք քաղաքական ու սահմանադրաիրավական ճգնաժամում, որովհետև մեր օրենքները թերի չեն, սահմանադրությունը թերի չէ։ Թերի է գործող իրավիճակը, երբ խախտում են սահմանադրական նորմերը ու վրա չի հասնում պատասխանատվություն։ Հենց այստեղ այս իրավիճակը կոչվում է ճգնաժամ։